մասն կարդացել եմ եւ չնայած բազմաթիվ էին այն դեպքերը եւ այն դրվագները, որոնք հուզում են թե մեզ թե հանրությանը եւ առաջի դեպքում արժեր, որ դրանք այսօր մենք եւս մեկ անգամ այստեղ քննարկենք եւ դուք ավելի մանրամասն խոսեիք այս մասին, բայց ես մեծ դժվարությամբ առանձնացրել եմ երկուսը։ Տիկին Վարդապետյան, սա առաջի տարին է, որ դուք ազգային ժողովում ներկայացնում եք դատախազության տարեկան հաղորդումը, սակայն ձեզնից առաջ եղել են դատախազներ, որ նորից խոսել են, եկել են ազգային ժողով, ներկայացրել են տարեկան հաղորդումները եւ դարձյալ խոսել են այն խնդիրների մասին, որոնք այս զեկույցում նաեւ դուք եք ընդգծում, նաեւ դուք եք այս խնդիրներին անդրադարձել, այսինքն մենք հասկանում ենք, որ գործ ունենք համակարգային խնդիրների հետ, մի կողմից արձանագրում ենք, որ ունենք այս խնդիրները, որոնք դանդաղեցնում են կամ գուցե ոչ էֆեկտիվ են դարձնում դատախազության աշխատանքը եւ ընդհանրապես իրավապահ մարմինների աշխատանքը, մյուս կողմից ձեռնարկված միջոցները բավարար չափով չեն կարողանում ազդել դատախազության եւ մյուս իրավապահ մարմինների աշխատանքի որակին եւ այսպես մասնավորապես առանձնացրել եմ երկու հարց, առաջինը վերաբերում է վարույթ իրականացնող մարմիններին, Տիկին Վարդապետյան։ Հաղորդման մեջ կարդում ենք, որ քրգործերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հիմնականում վարույթն իրականացնող մարմինների կողմից դեպքի վայրի զննությունները, հետքերի հայտնաբերման, ֆիքսման եւ ձեռքբերման առումով կատարվել են թերություններով, մասնավորապես ընդգծում է, որ որոշ կարևոր գործողությունների կամ գործառույթների հրատապությունն է չեղարկվել, կապված ողջամտորեն ենթադրելի ելակետից չօգտվելու առումով եւ օրինակներ են բերվում, օրինակ, որ ժամանակին չեն ուսումնասիրվել դեպքի վայրիկից շինությունները, զննության համապատասխան չափով չեն ենթարկվել, չեն ուսումնասիրվել արդյոք կան այդտեղ տեսախցիկներ, թե ոչ, հարցաքննություններ են ուշացրել տուժողների եւ տուժողների ընտանիքների հետ կապված վերծանումներ անելու համար անհարկի ձգձգումներով են դիմել դատարան եւ այլն։ Բնական է այս ամբողջ խնդիրները, որոնց մասին եւ խոսեցի, որոնց մասին նաեւ դուք եք խոսել տարեկան հաղորդման մեջ, խնդիրներ են առաջացնում իմ կողմից նշված աշխատանքներում։ Այս ամենից պետք է ենթադրել, որ գործ ունենք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրների հետ։ Սուբյեկտիվի վրա չեմ ուզի կանգ առնենք, կուզեմ խոսեք օբյեկտիվ խնդիրների մասին, ի՞նչն է խնդիրը, քննիչների կոմպետենտությունը, գուցե արհեստականորեն ծանրաբեռնվածությունը եւ այլն։ Ես էլ հարցը հասկացա, շնորհակալ եմ։ Նախ նշեմ, որ իմ կողմից ներկայացված հաղորդման ընդամենը 2.5 ամիսն է իմ պաշտոնավարման օրոք կատարած աշխատանքը, 9.5 ամիսը արդեն կատարված էր իմ ընտրվելու օրվա դրությամբ եւ այս առումով ես չեմ համարում, որ սա ամբողջությամբ իմ կատարած աշխատանքն է եւ չեմ ձգտում յուրացնել այդ կատարած աշխատանքը եւ շնորհակալ եմ ինչ ինձ կատարած աշխատանքի համար։ Նշեմ, որ դեպքի վայրի զննությունը, քննչական առանցքային գործողությունների կատարման առումով թերացումները ազդում են եւ շատ լուրջ ազդում են գործի ճակատագրի վրա։ Այս իմաստով իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից առաջին իսկ հարցը, որ ես տվել եմ, հիմա մի քանի անգամ ես այդ բառը հնչեցրեցի, համակարգումն է։ Համակարգում ոչ թե դիրքային, համակարգում լայն տեսադաշտ ունենալու տեսանկյունից։ Եթե դատախազությունը որևէ առումով ուղղակի լինի լռելիային դիտորդի դերում եւ սպասի վարույթն իրականացնող մարմինի կողմից գործողությունների կատարմանը, հետո վարույթն իրականացնող մարմինը բերի դատախազը ուղղակի մերժման որոշում կայացնի առանց կոնկրետ հանձնարարություններ տալու, օրինակ հիմա էլի վիճարկում են դատախազությունը իրավունք ունի տալու հանձնարարական, թե չէ, այսինքն մենք հասել ենք դիալոգի այս մակարդակին, որ ինձ անհանգստացնում է եւ կարծում եմ սա լրջորեն ազդում է քրեական գործերի որակի վրա։ Առաջին իսկ օրվանից իմ աշխատանքի ես ձգտել եմ կոնստրուկտիվ դիալոգի բոլոր գերատեսչությունների հետ, ում հետ աշխատում ենք։ Այդ հեգեմոն դիրքը, որն ունի դատախազությունը, ես կարծում եմ պետք է օգտագործել ի նպաստ քրեական գործերի ճակատագրի լուծման, որովհետև ձգձգումները եւ ոչ կոմպետենտությունը հետևանք են այս համակարգման եւ ներքին զրույցի բացակայության։ Ներքին զրույց ասելով ես նկատի չունեմ իրար ուղարկված բազմաթիվ գրությունները։ Ես նկատի ունեմ ներողություն մեկ անգամ բարձրացրած հեռախոսը եւ իրար հետ քննարկած հարցը, որը ես կարծում եմ շատ ճիշտ է եւ պետք է աշխատանքի հիմնական ձևաչափ լինի։ Լուծումը շատ բարձր է։ Ես երբ ընտրվում եմ այստեղ, ասացի, որ երբեմն մեծ գետերի հոսքերին շատ փոքր քարեր են խանգարում եւ իրականում 1200 վարույթ է վերջին 2 ամսվա ընթացքում քննարկվել գլխավոր դատախազության վարչություններում, որոնք քննվում են 6 ամսից եւ 8 ամսից ավելի, եւ ինձ համար մի պարզ ճշմարտություն գոնե ավելի ակնհայտ դարձավ, որ այդ գործերը ուղղակի չէին քննարկվել։ Այսինքն այդ գործերի իրավական հարցերի հետ կապված դիալոգ տեղի չէր ունեցել եւ դիալոգից հետո գործերի մոտ 80%-ը ստացավ լուծում։ Այսինքն եթե 2 ամսվա ընթացքում հնարավոր է այս
աշխատանքը կատարել։ Իդեպ հաջորդ ամփոփումը ինձ մոտ մայիսի 31-ին է լինելու իմ տեղակալների եւ վարչությունների պետերի հետ համատեղ։ Այս պահին էլ իրենք այդ ձգձգվող վարույթները ուզում են, քննարկում են, վերլուծում են, ակտեր են կայացնում եւ գործողություններ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տալիս, ինչը կարծում եմ կբերի նրան, որ այն խնդիրները, որ արձանագրված են մինչեւ ինձ եւ ես էլ շարունակել եմ 22 թվականին արձանագրել, գուցե կնվազեն գործերի քննության որակի տեսանկյունից։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Վարդապետյան, ողջունելի է, որ դուք գտել եք էֆեկտիվ համագործակցության բանաձևը մյուս իրավապահ մարմինների հետ, կարծում եմ դրանք բնականաբար ի նպաստ եւ ի շահ կօգտագործվեն Հայաստանի Հանրապետության, եւ մյուս հարցս ավելի շուտ առաջարկ է Տիկին Վարդապետյան, քան հարց եւ վերաբերում է հանկարծամահության դեպքերին։ Հաղորդման մեջ կարդում ենք, որ հանցագործությունների թիվը տարեկան հաշվետու տարում 2190-ն են, որից 484-ը հանկարծամահության դեպքերն են։ Մինչեւ եւ ինչպես նաեւ նշում է, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանկարծամահության դեպքերով քրեական վարույթներ չեն իրականացվել։ Նոր քրդատի գործունեությունից հետո, կիրարկվելուց հետո, այս դեպքերում մենք նույնպես քրեական վարույթներ ենք իրականացնում, եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք արհեստականորեն բարդացնում ենք քննիչների առանց հայտել հագեցած եւ ծանրաբեռնված աշխատանքը, հասկանալով, որ հանկարծամահ լինում են օրինակ որոշակի հիվանդությունների արկայության դեպքում։ Մյուս կողմից դարձյալ արհեստականորեն սրանք գումարվում են արդեն մեր ընկալումներին համապատասխան եւ իրավական գնահատականին արժանի հանցագործություններին, եւ մենք դարձյալ ունենում ենք այսպես ավելցուկ հանցագործությունների։ Չեք կարծում, որ դրական փոփոխության խնդիր ունենք։ Շնորհակալ եմ։ Այս առումով կառաջարկեմ քննարկման ձևաչափ օրենսդիր մարմնի հետ, որովհետև մենք առաջնորդվում ենք քրեական օրենսգրքի եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կարգավորումներով եւ այս առումով կարծես թե բացառություններ չկան։ Ճիշտ է, աշխատանքը մենք էլ ենք իրականացնում, փորձելով հասկանալ, թե այ որ վարույթներն են, որոնք արհեստական ծանրաբեռնվածություն են ստեղծում նախաքննության մարմինների համար, որոշակի հանցակազմերի հետ կապված որոշակի վերլուծություն ունենք, կարծում եմ, մենք օրենսդրական նախաձեռնության իրավունք չունենք, բայց արդարադատության նախարարության մեր գործընկերների հետ գուցե օրենսդրական նախաձեռնության կամ եթե պատգամավորները ցանկություն ունեն, սիրով կքննարկենք աշխատանքային ձևաչափով այս բեռնաթափելու, ներողություն բառիս համար, բեռնաթափելու ձևաչափը, բայց ելի ոչ ի վնաս մարդու իրավունքների պաշտպանության, որովհետև երբեմն մենք այդ սովորական մարդուն պաշտպանելու մեր պարտականությունը մոռանում ենք, մենք մեծ հանցագործությունների մասին ենք խոսում, բայց կարծես այն հանցագործությունը, որի հետ մարդը Հարգելի գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ, անցած օրերին ջերմոցային պայմաններում խոսել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները եւ չնայած նրան, որ գալիք ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը որոշել են որպես միմյանց այլընտրանք ներկայանալ, նրանց առաջարկը Հայաստանի մասին բառերի մակարդակում նույնական է։ Այսպես Սերժ Սարգսյանը ասել է, մեջբերում եմ, առանց Արցախի Հայաստանի դերակատարությունը այս տարածաշրջանում մոտենալու է 0-ի։ Ճշգրիտ նույն միտքը արտահայտել է Ռոբերտ Քոչարյանը, նա էլ ասել է մեր մասին սկզբում, ինչ են ասում։ Ասում են, սրանք են մեր սահմանները, 29000 եւ այլն քառակուսի կիլոմետր, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Հենց դու քեզ սահմանափակում ես այս մտածելակերպով, դու արդեն պրոբլեմ ունես, դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանային որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Այսինքն երկուսն էլ պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը առանց իր սահմաններից դուրս հավակնությունների տարածաշրջանային որևէ դեր չի կարող ունենալ։ Նրանք իհարկե չեն